Ճշտել թե չճշտել, սա է խնդիրը։ Մշակութային, տնտեսական, քաղաքական թե քրեական կապ չունի։ Համացանցային այս դարում լուրերի պակաս մենք իհարկե չունենք։ Սակայն ինչ լուրեր ենք ամեն օր կարդում, ով է դա տեղադրում համացանցում եւ ով ու ինչպես է զբաղվում լուրի հավաստիությունը ճշտելով։ Այսօր ազատ գոտում կպարզենք, թե ինչ են գրում թերթերը եւ ինչպես սովորական ընթերցողը կարողանա տարբերել փաստը լրագրողի երևակայությունից։ Այսօր թեմայի շուրջ զրուցելու ենք տաղավարում նոր միտք.am կայքի հիմնադիր Գոռ Գեղամյանի հետ։ Տաղավարում է նաև Individuum Casting-ի տնօրեն եւ հիմնադիր Աշոտ Սարգսյանը։ Մեզ օպերատիվ լրատվություն հասցնող Հայնուս.am կայքի գլխավոր խմբագիր Անուշ Խեչոյանը։ Որպեսզի մենք որևէ բան չխառնենք եւ օրենքին հակառակ չգնանք, այնուամենայնիվ հրավիրել ենք նաև փաստաբան եւ մեզ հետ է Կարեն Մեժլումյանը։ Եվ մեր տաղավարում է նաև Հենարան.am կայքի լրագրող Լուսինե Ղազարյանը։ Բարև ձեզ, մենք իսկապես ապրում ենք մի դարում, երբ լուրի հրատապությունը երբեմն շատ ավելի կարևոր է դառնում, քան դրա որակը։ Ցավոք, պետք է սա արձանագրել, բայց լուրի որակ ասելով մենք երբեմն նկատի չունենք, որ լուրը չպետք է հավաստի լինի։ Նկատի ունենք, որ երբեմն մենք աչք ենք փակում հաճախ նաև ուղղագրական սխալների վրա, սակայն գերադասում ենք այդ լուրը առաջինը տեսնել։ Եվ սրան ծառայում են այսօր մեր կայքերից շատերը անմիջապես տպում են այն ինֆորմացիան, որը գալիս է սկզբնաղբյուրից, շատերը անմիջապես մեզ փորձում են տեղեկացնել առաջինը լինելու մղումով։ Որտեղից ստեղծվեց այս մրցավազքը։ Ինչու է այս մրցավազքը այսօր երբեմն ազդում նաև որակի վրա։ Ինձ թվում է ժուրնալիստիկայի պատմությունից է դեռ հայտնի, որ կայքը, որ լրատվամիջոցը տվեց տեղեկատվությունը առաջինը, նա էլ կապահովի մեծ լսարան։ Իսկ եթե մի քիչ ուշանում ես ավելի թեկուզ ճշտված, թեկուզ պարզաբանումով լուր ես տարի, հնարավոր է շատ քիչ մարդ մտնի եւ շատ քիչ մարդ տեղեկանա պարզաբանումով լուրին։ Ես ինքս դեմ եմ մեր աղբյուրների հավաստմամբ, չգիտեմ, առաջին ձեռքից ստացված ինֆորմացիան հենց նույնությամբ տեղադրելու, որովհետև շատ ժամանակ լինում է այնպիսի տեղեկատվություն, որ քեզ ուզում են փորձեն օրինակ կայքին եւ քեզ ուզում են տեղեկատվություն տալ իմանալու համար ինչ արձագանք կլինի, իսկ լրագրողը պետք է ավելի ճիշտ աշխատի։ Ամեն դեպքում մի քիչ թեկուզ մի 5 րոպե ուշ տնի լուրը, բայց լինի տեղեկատվության հաստատում, լինի պարզաբանում նաև։ Լուսինե, բայց հաճախ պատահել է, որ դուք անմիջապես առանց ստուգելու այնուամենայնիվ հավատալով ներքին ինչ-որ ձայնի դնեք այդ լուրը, որպեսզի կարդաք, եւ ինչի համար է դա արվում։ Եղել են նման դեպքեր, դե լրագրողն էլ է տրվում նաև գայթակղությանը, եթե հասկանում է, որ նման դեպքը հնարավոր է, որ կամ այն անձը, որից ստանում է տեղեկատվությունը, վստահում է այդ անձին, բնականաբար փորձում է տալ շտապ ինֆորմացիա։ Ասենք դեպքի վայրում ես գտնվում կամ տեղեկություն ես ստանում, դու փորձում ես հեռախոսազանգի միջոցով խմբագրություն, թեկուզ մի քանի նախադասությամբ, որովհետև եթե ավելի ուշ ես դնում, բնականաբար արդեն միգուցե ուրիշ կայք այդ լուրը դնում է եւ բոլորը սկսում են, մենք գիտենք, որ հիմա գոյություն ունի, այսպես ասած copy-paste-ի տարբերակը կայքերում, մեկը մյուսից վերցնել դնելու եւ գոյություն ունեն մի շարք կայքեր, որոնք վերցնում են տվյալ կայքից եւ տեղադրում են իրենց կայքում։ Երբ որ դու ուշացնում ես, արդեն դու դառնում ես, մնում ես ավելի ետ։ Իսկ ինչքան արագ ես տեղադրում, մնացած կայքերն էլ ավելի շուտ վերցնում են քո ինֆորմացիան հղումով։ Ինչի համար է դա արվում, որ լինել առաջինը։ Նաև բնականաբար ժամանակակից լրագրության պահանջները դա են թելադրում։ Իսկ չեք կարծում, որ դուք այդ պահին եք լինում առաջինը, բայց մի ժամ հետո դուք արդեն երկրորդական եք ու շատ մարդկանց համար դուք անվստահելի կայք եք դառնում։ Եթե ինֆորմացիան ճշտված լուրը իրականում վերածվի ապատեղեկատվության։ Դուք կորցնում եք ահավոր մեծ զանգված, այսօր ես ձեզ ասեմ, ես անձամբ այսօր շատ ակտիվ նայում եմ տարբեր կայքեր, լուրեր եմ, երբ որ լուրերով հետաքրքրվում եմ, հա, բայց ընդամենը որպես հիմք վերցնում ընդամենը մեկ կայքին, չեմ ասի իհարկե որը, բայց մեկ կայքինը, որովհետև մնացած տեղերը լուրերը հիմնականում քլիքի համար ոնց որ տեղադրված լինեն։ Այսինքն նույն վաղը հասկանում ենք դա շուկայա մրցակցությունն է, բնականաբար այցելությունները շատ է, կարդացվում եք, հովանավորչական խնդիրներ կա, որ գովազդներ են տեղում եւ այլն։ Բայց նույն գովազդատուներն է, չէ՞, վաղը ձեր դեմ դուրս գալու, ասի դուք լուրջ կայք չեք, ես ինչի պետք է տեղ ինչ-որ բան տեղադրել։ Մեր կայքում դեռևս նման դեպք չի եղել, որ ապատեղեկատվություն տանք։ Եղել է դեպք, որ ինչ-որ սխալմունք լինի, մենք ասենք, որ այս հարցում մի փոքր սխալմունք է եղել կամ չգիտեմ, բայց ապատեղեկատվություն, որպես այդպիսին, որը կարող է իջեցնել մեր կայքի, այսպես ասած, որակավորումը, նման բան տեղի չի ունեցել, որովհետև ամենայն դեպս պրոֆեսիոնալ լրագրողներ են աշխատում եւ մենք փորձում ենք բնականաբար մեր մասնագիտական հմտությունն էլ
չենք կարող ամեն ինչ պատահի դնել հրապարակել։ Մենք հրապարակում ենք միայն այն, ինչը որ գոնե 70% համոզված ենք, որ իրականությանը մոտ է։ Ես նաև Անուշից կուզենայի ճշտել ձեր կայքի քաղաքականությունն ինչպիսին է, թեպետ այդ նախադասությունը ինքներդ նշեցիք, որ չեք սիրում, այսինքն այսինչին մոտ կանգնած մեր աղբյուրները, իրականում ունեք մոտ կանգնած աղբյուրներ այդպիսի։ Ես կարծում եմ յուրաքանչյուր լրագրող ունի, դաշտում գործող յուրաքանչյուր լրագրող ունի իր աղբյուրները տարբեր ոլորտներում, բայց կոնկրետ թեկուզ անգամ եթե նյութը սկսվում է այդ նախադասությամբ, նախարարությանը մոտ կանգնած, նախագահականի մոտ կանգնած աղբյուրները, ես միշտ պահանջում եմ, որ պարզաբանում լինի տակը։ Հիմա ենթադրենք որևէ սկզբնաղբյուր կայք, որևէ լուր է տարածել, որը սկսել է արտադրվել մի քանի կայքերի կողմից։ Եթե պարզվի, որ հանկարծ այդ տեղեկությունը սխալ է, իրականում մեղավորը միայն սկզբնաղբյուր կայքը, թե մեղադրվելու է նաև այն կայքը, որը արտադրվել է, եւ ներողություն խնդրելու անհրաժեշտություն որ կայքի կողմից պետք է լինի։ Այստեղ ասեմ մի քիչ բարդ է, այսինքն մի քանի չափանիշներ կան։ Նախ, ընդհանրապես եթե խոսում ենք պատասխանատվության մասին, այս դեպքում ուրեմն այդ տեղեկությունը ոչ թե սխալ միայն պետք է լինի, այլ դա լինի օրինակ զրպարտող, այսինքն որոշակի փաստեր նշված լինեն, որոնք իրականությանը չեն համապատասխանում եւ այդ անձինում մասին, որ գրված է, պատիվը, արժանապատվությունը կամ գործարար հավաբը ակնհայտորեն արատավորում են։ Կամ պետք է լինեն վիրավորական արտահայտություններ, վիրավորական տեղեկություններ, որ այս դեպքում էլ կարող է պատասխանատվություն առաջանալ։ Արտադրվեց 6-րդ, 7-րդ կայքի կողմից եւ այն մարդը ում կամ այն անձում վիրավորեցին, տեսավ միայն 7-րդ կամ 8-րդ պատճենի վրա եւ պահանջեց 7-րդ, 8-րդից։ Սկզբնաղբյուրն է պատժվելու կամ հերքում արտադրվելու, թե այդ ամբողջ շղթան։ Եթե սկզբնաղբյուրը լրատվական գործակալություն է, սկզբնաղբյուրը եւ եթե հղում է կատարվել եւ բառացի կամ իմաստային առումով ճիշտ տրվել է տեղեկատվությունը։ Այո, քաղաքական լուրերի համար շատ մոտ կանգնած աղբյուրներ անհրաժեշտ են այնուամենայնիվ լրատվական կայքերին, ապա քիչ չեն կարդացում նաև շոու բիզնեսյան լուրերը։ Շոու բիզնեսին մոտ կանգնած աղբյուրներ ունեք, թե ոչ։ Կոնկրետ մենք չունենք, որովհետև մեր ուղղվածությունը մի քիչ ավելի քաղաքական է։ Մենք շոու բիզնեսի մասին տեղեկատվությունը հիմնականում հղումով վերցնում ենք տարբեր կայքերից, լինում է նաև մեր տեղեկատվությունը, եթե լինում է։ Եվ հավատում եք այդ կայքերին, որոնք որ գրում են շոու բիզնեսի մասին։ Դե ամեն մի նյութ չենք վերցնում ենք այն նյութը, որտեղ կա կոնկրետ հարցազրույց է, կա այդ մարդու կարծիքը նաև, թե ասենք շպրոտ օրինակ, որտեղ ինչ է արել, նման նյութեր չենք տեղադրում։ Մենք փորձում ենք օրինակ զանգել, ճշտել տվյալ ինֆորմացիան, ասենք Շուշան Պետրոսյանի մասին է գրված, մենք փորձում ենք զանգել Շուշան Պետրոսյանին կամ իսկապես նրան մոտ կանգնած մարդկանց, ճշտել իրականության իրականությանը հետ առնչություն ունի, թե ոչ։ Ինչեւ զանգեք Շուշանին, գիտեք ինչքան ժամանակ կանցնի ախ։ Եթե չի պատասխանում, դնում ենք ու գրում ենք, որ զանգահարել ենք, մեր հեռախոսազանգերին չեն պատասխանել։ Լավ, տեսնենք իրականությունն ինչպիսին է։ Իմ գործընկեր Արաքս Թադևոսյանը մի փոքրիկ անակնկալ ունի, կարծում եմ բոլորիս համար հետաքրքիր կլինի այդ անակնկալը տեսնել եւ լսել, եւ որ ամենակարևորն է, հուսանք, որ այս տեսանյութից հետո ինչ որ բան լրատվական դաշտում կփոխվի։ Խնդրեմ, ինչ էր իրականում տեղի ունեցել։ Այո, դուք ճիշտ ասացիք, ժամանակակից ժուրնալիստիկան պահանջում է հրատապություն, օպերատիվություն եւ իհարկե հավաստիություն։ Մենք փորձեցինք հասկանալ, թե այսօրվա կայքերը ինչ սկզբունքով են աշխատում եւ մի փոքրիկ էքսպերիմենտ արեցինք մեր լրագրող Սոսե Բաղդասարյանի օգնությամբ։ Խնդրեմ դիտենք արդյունքը։ Տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգել, թե հղում անել սկզբնաղբյուրին։ Իհարկե երկրորդ տարբերակը։ Եթե ապա տեղեկատվությունը պատասխանատվություն չես կրի, հղում արել ես։ Եթե իրական է, ուրեմն լրահոսից հետ չես մնացել։ Այս մասին խոսում են բոլորը։ Մենք որոշեցինք փաստեր ցույց տալ։ Քննարկեցինք ապա տեղեկատվության տարբեր վարկածներ։ Հորինեցինք մի միջադեպ, որի ճշմարտացիությունը ճշտելու համար տարբեր աղբյուրներ կլինեն։ Նախ հաղորդավար դերասան Արման Մարգարյանի համաձայնությամբ հորինեցինք պատմությունը։ Բեմադրեցինք ավտովթարը, հետո լուսանկարեցինք։ Նոր միտք կայքը համաձայնեց հրապարակել ապա տեղեկատվությունը, նաև հասկանալու, թե քանի լրատվամիջոց կարտադրվի իրենց հոդվածն առանց որևէ ջանքի ու թույլատվության։ Մեզ տրամադրեցին մի քանի վթարի հետ կապված մի քանի նկարներ եւ դրանցից ընտրվեց ամենահավանականը, որը ռեալ կարող էր լինել։ Իսկ Արման Մարգարյանի նկարներից հենց իր Facebook-ի էջից նկարը
copy paste արեցինք մեր մոտ ու ստացվեց այնպես, որ նյութը նկարներով եւ մուլտիմեդիայով դարձավ ռեալ նյութի նման շատ նման նյութ ու հիմա տեսնենք ինչ ովքեր կընկնեն թակարդը։ Լուրը կայքում տեղադրելուց 1 ժամ անց տարածվեց տարբեր լրատվամիջոցներով։ Կայքերն օպերատիվ էին, հղում էին տալիս միմյանց եւ տարածում լուրը։ Իդեպ լուրի ճշմարտացիությունը հնարավոր էր ճշտել մի քանի աղբյուրից։ Ճանապարհային ոստիկանությունից, Աբովյան քաղաքի հիվանդանոցից, հանրային հեռուստաընկերությունից։ Արդյունքում տասնյակ կայքեր տարածեցին ապատեղեկատվությունը։ Տարածման ընթացքում կորավ անգամ նյութի սկզբնաղբյուրը։ Աբովյան քաղաքի հիվանդանոցը տարակուսանքի մեջ էր։ Լրահոսից կարդացել էին մի բան, որը իրենց իրականության հետ կապ չուներ։ Ճիշտ ասած չեն զանգել, մենք ինքներս էլ լրահոսից իմացանք դեպքի մասին, բայց մեզ մոտ շտապօգնությունում նման կանչ չի գրանցվել, շատ զարմացանք։ Իսկ զանգ եղել է լրատվամիջոցից, թե չէ։ Ոչ մի զանգ չի եղել։ Երկրորդ օրվա ավարտին ոստիկանությունից տեղեկացանք, որ իրենցից ոչ մի լրատվամիջոց չի ճշտել լուրի հավաստիությունը։ Արման Մարգարյանն էլ ընդամենը 2 զանգ է ստացել անծանոթ համարից։ Մենք իրականում բավական մոտ հարաբերությունների մեջ ենք սկզբնաղբյուրի, այսինքն տուժածի նշանածի Արման Մարգարյանի հետ եւ որոշեցինք այնուամենայնիվ նրան հրավիրել տաղավար ու հենց նրանից բարձել իսկությունը նախքան որևէ բան հանրային հեռուստատեսությամբ հրապարակելը որպես պաշտոնական տեղեկատվություն։ Արման Մարգարյանին հրավիրենք տաղավար։ Որը իդեպ սոսեի նշանածը չէ։ Որը իդեպ սոսեի նշանածը չէ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արման, 2 հարց, 2 կարճ պատասխան եմ ակնկալում։ Նշանվել ես։ Ոչ, Նշանածիդ հետ որևէ բան չի պատահել։ ոչ։ Շնորհակալություն։ Ինչու համաձայնվեցիք այս ապատեղեկատվությունը տպել։ Որն էր նպատակը։ Նախ մինչև Տպել այլ, ոչ թե արտատպել։ Սկզբնաղբյուրը նոր Սկզբնաղբյուրը մենք ենք եղել, նախ մինչև խոսելը ցանկանում եմ ներողություն խնդրել մեր բոլոր ընթերցողներից ապատեղեկատվության տարածման համար, որովհետև սա ուղղակի էքսպերիմենտ էր, մենք նման բան չենք անում։ Շնորհակալություն։ Մենք մեր նպատակն էր բարի, ասեմ, որ մեր նպատակն էր բարի, պարզապես ցանկանում ենք հետագայում այս տենդենսը, որը նկատելի աճ ուներ արդեն, պարզապես մի փոքր ավելի լրացնել։ Երբ առաջարկ եղավ Ազատ գոտուց եւ ճշտելուց հետո բոլոր տվյալները ընդհանուր մինչեւ Արմանի համաձայն լինելը նյութի տպվելուն, մենք այդ ժամանակ որոշեցինք, որ արժի այն տեղադրել, քանի որ մենք էլ ենք դեմ արտատպելուն եւ փորձենք հասկանալ ինչը կարա լինի, ինչ է տեղի ունենում։ Կոմերցիոն շահ ունեիք այդտեղ։ Ոչ։ Իրականում քանի մարդ կարդաց ձեր կայքից այդ նյութը։ Մեր կայքից կարդացվել է ավելի քան 3000, 3200։ Դա ձեզ համար մեծ թիվ է այսօր։ Քանի որ մենք ուղղակի բլոգային ոլորտի կայք է, նորմալ միջին ցուցանիշ է։ Գոհ եք արդյունքներից կարելի ասել, շահ ունեցել։ Մենք արդյունքի մասին չենք մտածել, սա ուղղակի արել ենք զուտ նրա համար, որպեսզի հասկանանք մեր կայք նախ եւ առաջ մեր կայքից ինչ արձագանք կլինի այլ կարգերի տպելու համար եւ հետո ուղղակի դաշտում այդ վիճակը հասկանալու համար։ Իսկ կարդացողներից կարծիքի հետ դուք չեք հաշվի նստում, հա, ոնց հասկացա։ Մարդկանց տենց իրական ապրումները ձեզ մեկ է, հա։ Դուք չեք կարծում Արման Մարգարյանը, ես նյութում լսեցի, ստացավ 2 զանգ, բայց ես իր հետ կապված ստացել եմ մի 15 զանգ, որովհետև այդ պահին չեն զանգում իրան, զանգում են իր ծանոթներին, ընկերներին։ Աշոտ ջան, այս դեպքում կներես, այս կայքը էքսպերիմենտ իրականացնելու հարցում էր օգնում, այսինքն при всем уважении к тебе իհարկե, բայց էքսպերիմենտը կարելի է մի քիչ ավելի թեթև անել, որովհետև նույն ես հավատում եմ, որպես ասենք ընկեր ծանոթ հարազատ, ես էլ եմ այդ նյութը կարդում, այսինքն քեզ վնասել է այդ նյութը։ Հա, ինձ վնասել է այնքանով, որ ես օֆիսի աշխատակիցները սփռտնած դեմքով sense կանգնած են, ասում են՝ «Բայ իմացար ինչ ա եղել»։
Այդպես չի լինում։ Չասեմ, որ աշխարհում բացի Էթիոպիայից երևի բոլոր երկրներից զանգել են եւ ինձ եւ ծնողներիս եւ ընկերներիս։ Դու որ կայքից ես կոնկրետ կարդացել։ Ես Արարատ News, եթե չեմ առաջինը տեսա, ճիշտ ասած, տենց նյութը չկարդացի, նկար տեսա, երևի մտածեցի թեմայից արի շերվենք, հա, թեման իրականում մի քիչ այլ կերպ է հնչում ի սկզբանե։ Ճշտել թե չճշտել։ Մենք ռեպորտաժից հասկացանք մի պարզ իրականություն, որ ճշտելու համար անհրաժեշտ է պարզապես վերցնել հեռախոսը եւ նույնիսկ եթե չզանգարել ինձ կամ այն մարդու մասը թեթև դնեին ավելի լավ, գործից ազատվել, չգիտեմ, փախել, արտագաղթել, մի բան ասեն։ Կներես։ Ձեզանից իդեպ շնորհակալություն ենք հայտնում, որ դուք նույնպես ակամայից դարձաք մեր էքսպերիմենտի մասնակիցը։ Շնորհակալություն իսկապես, մենք հավատացեք, որ սա ձեր դեմ ուղղված որևէ բան չէր եւ որևէ լրատվական կայքի, այլ պարզապես ուզում էինք հասկանալ, թե որքանով է խորացված այս փոքր-ինչ հիվանդություն չասեմ, բայց գոնե վարակը։ Վարակ, որից այնուամենայնիվ տուժեց Աշոտ Սարգսյանը։ Դուք տուժողն եք փաստորեն այս ամենը։ Նաեւ իհարկե, ոչ միայն ես, եթե 3200 հոգի նայելա մի կայքում։ Արման ծնողներից զգուշացրել էր իդեպ։ Ծնողներից զգուշացրել է իհարկե, բայց ամեն դեպքում էլի ինչ որ տհաճություն կար բնականաբար, որովհետև հատկապես մայրս անընդհատ զանգեր էր ստանում կամ ինտերնետի միջոցով էին կապնվում, հարցեր էին տալիս եւ նա ստիպված էր բոլորին մտերիմ մարդկանց ասել, որ չէ, ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք եւ այլն։ Բնականաբար կար տհաճություն։ Ես կուզեմ ավելացնեմ պարզապես ռեպորտաժին անդրադարձ կատարեմ, հա, այնտեղ պարզապես օրինակով ցուցադրված էր, թե ինչպես կարելի է 3 րոպեի ընթացքում մաքսիմում զանգահարել եւ ճշտել տեղեկատվությունը։ Ճիշտ է, թե սխալ։ Ես ինքս Մոսկվայում բնակվելով մի տարի մոտ աշխատել եմ ՌԻԱ Նովոստի ռուսական ամենամեծ ինֆորմացիոն գործակալությունում որպես լրագրող։ Եվ այնտեղ բնականաբար կար մի ոսկե օրենք, որ լուրը պետք է ճշտված լինի առնվազն 3 հավաստի աղբյուրներից։ Միջև լուրը 3 հավաստի աղբյուրներից չի ճշտվում, այդ լուրի մասին ոչ ոք չի խոսում։ Նույնիսկ չեն գրում չճշտված, ոչ, չկա, տաբու է, գոյություն չունի։ Այսինքն սա լրագրողության ոսկե կանոններից մեկն է, որը ցավոք սրտի այս պարագայում ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, հա, չի պահպանվում։ Ես ուղղակի մի հարց տամ Կարենին եւ խոսքը փոխանցեմ Արաքսին։ Տեսեք, Աշոտը հիմա ինչ որտեղ զոհ էր նաեւ հանդիսացել, որովհետեւ մասնավորապես տեղեկատվությունը վերաբերվում էր իր ընկերոջը, նա սկզբում ցավ ապրեց, հետո ոչ միայն ստացավ բազմաթիվ զանգեր եւ դրանից հետո ինչ որտեղ նրա քունը խաթարվեց։ Հիմա փոխանակ ընկերոջ հետ այստեղ այդ իսկությունը բարձելուց հետո վիճելու նա կարող էր արդյոք դիմել փաստաբանին եւ դատի տալ այս կամ այն լրատվական կայքին ապա տեղեկատվություն տարածելու համար։ Օրենսդրությունը դա թույլատրում է թե ոչ։ Իրավական այդպիսի ճանապարհ չկա, նախ ասեմ, երբ որ այդ քլիկ անելով կամ հղումներով գնաց այդ լրատվությունը, հավանաբար լրատվամիջոցները այն կանխավարկածից են եկել, որ սկզբնա աղբյուրը գոնե ստուգել է 3 աղբյուրից, միգուցե եւ ոչ, ինչ վերաբերում է պատասխանատվության ենթարկելուն, ապա ոչ։ Եթե ամբողջովին իրավական առումով նայենք, նրանք ստուգել են։ Կներեք, մեկ վարկանով կներեք, բայց կա մի լրատվամիջոց, անունը չեմ տա, որտեղից ես ստացել եմ զանգ այս 2 օրերի ընթացքում, երևի թե միայն գիշերը չէր զանգարում այդ աղջիկը ինձ, ես չէի պատասխանում։ Շնորհակալություն եմ հայտնում առանձին, եւ այդ ամսագրում ինտերնետային չեմ պատասխանել եւ այնտեղ ոչինչ չհայտնվեց, այսինքն մարդիկ ուզում էին ճշտել, այնուհետեւ նոր տեղադրել։ Ես մի բան ասեմ, կայքերը ընդհանրապես Հայաստանում աշխատում են մաքսիմում 10 հոգանոց անձնակազմով։ Այստեղից էլ գալիս է ամբողջ խնդիրը։ Մեր կայքերը այդքան ոչ ռեսուրս ունեն լիքը լրագրող պահելու, ոնց որ ՌԻԱ Նովոստին, որ օրինակ եք բերում։ Սա լիքը լրագրողի հարցը չէ, դուք տեսաք նյութը կարելի է զանգել։ Չէ, հենց լիքը լրագրողի հարցն է։ Երբ որ աշխատում եք 5 հոգով, օրինակ եմ բերում, 5 հոգով, մեկը նյութը ստուգում է, մյուսը տեղադրում է, այն մյուսը զանգում է, բայց հնարավոր է լրահոսի առատության պատճառով դուք չկարողանաս անգամ զանգես ճշտես, ու եթե սկզբնաղբյուրում տեսնում ես, որ կա հավաստի տեղեկություն, ոչ մի բան քեզ չի կասկածի տեղիք չի տալիս։ Անուշ, հարգելիս, բայց դրանում ընթերցողը մեղավոր չէ։ Ես հասկանում եմ, որ ընթերցողը մեղավոր չէ։ Ես ուղղակի բացատրում եմ ինչն է խնդիրը։ Շատ լավ, ես չեմ ուզում ոչ մեկին վարկաբեկել, ոչ մեկին ինչ-որ վատ գնահատական տալ եւ այլն, բայց այս ինֆորմացիան լսելուց հետո, հա, ու հասկանալուց հետո, ինձ համար պարզ դարձավ մի բան, որ Աշոտ Սարգսյանի իր Facebook-յան էջում տեղադրած ինֆորմացիան ինձ համար շատ ավելի հավաստի է, քան ցանկացած, լավ չասենք ցանկացած, մեծամասամբ լրատվական կայքի, որտեղ աշխատում են լրագրողներ,
տված ինֆորմացիան։ Որովհետև ես գիտեմ, որ այս մարդը դա ինձ համար այս պայն այդպես դարձավ։ Ես գիտեմ, որ Աշոտը կզանգի 5 անգամ կճշտի այստեղից այնտեղից, նոր կդնի իր Facebook-յան պատին։ Ես ուղղակի օրինակ բերեցի, թե ինչի են հղումով վերցրած նյութը առաջ ճշտելու դնում։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցը, եթե ասում է մեր հետ զրույցում, օրինակ կոնկրետ մեզ հետ, գրենք Հայնյուզեի հետ զրույցում, մենք իրավունք էլ չունենք ինչ-որ մի բան փոխելու։ Կապված հարցեր է, դա ոնց կարելի է պրոստը ճշտելով ժողովուրդ, տենց չի։ Լավ, սա ներքին խոհանոցի հարց է եւ կարծում եմ ներքին խոհանոցը կբարձրաբանի նաեւ նախկին լրագրողներից մեկը։ Արաքս Խոսքը Մեզ մոտ այստեղ տաղավարում նստած է մի լրագրող, որը նախկինում աշխատել է կայքերից մեկում եւ գիտի ներքին խոհանոցը, ինքը այստեղ ասելիք ունի։ Ես աշխատել եմ նմանատիպ լրատվական կայքում եւ մեր աշխատավոճի մեջ էր մտնում, այսինքն կայքի սկզբունքների մեջ, դա նորմալ է, որ այլ կայքից վերցնում տեղադրում ենք մեզ մոտ եւ նշում ենք աղբյուրը։ Եթե ապատեղեկատվություն է դա, այսինքն չճշտված է դա մեր կողմից էլ ու ինչ որ պատասխանատվության հարց լինի, մենք արդեն աղբյուրը նշել ենք, դա արդեն աղբյուրի խնդիրն է, աղբյուրը հանդիսացող կայքի եւ մենք պատասխանատվություն չենք կրում եւ հանգիստ ենք, որովհետեւ եթե սկսենք ճշտել, դա արդեն այդ արագության հարցն է եւ բազմաթիվ խնդիրներ կառաջանան։ Խնդիրներ չէ, ժամանակի հարցն է միայն այստեղ։ Այստեղ նաեւ կա սպառող, որը հարցեր ունի լրագրողներին։ Ուրեմն ընթերցողի անունից խոսեմ։ Էքսպերիմենտալ ապատեղեկատվություն տեղադրող սկզբնաղբյուրը նշեց, որ ուզում էին տեսնել, թե քանի կայք թակարդը կընկնի, բայց արդյունքում թակարդը ընկան նաև ընթերցողները, չէ՞։ Նրանք այդպիսի խնդիր ունեն այսօր փաստորեն, իրենք էլ անձամբ ճշտեն որն է իսկական տեղեկատվությունը, որովհետև մի կայքը հղում է անում մյուս կայքին, մյուսը հղում է անում մյուս կայքին, մենք 10 կայքով անցնում ենք եւ այցելիություն ենք ապահովում այդ կայքերի համար, լայքեր ենք անում, այդ լայքերից նրանք են փող աշխատում։ Իրականում մենք այդպես էլ չենք իմանում սկզբնաղբյուրը որն էր, բայց այցելիությունը ապահովում ենք նրանց համար։ Այսինքն այսօր ամեն ընթերցող պետք է սկզբնաղբյուրին գտնի կամ ինչ որ զանգերի ծանոթների միջոցով փորձի այդ լուրի իրական լինելը ճշտել, հետո նոր Եթե ամփոփենք, այսինքն դուք ուզում եք ասել ընթերցողի պաշտպանվածությունը այսօր կասկածի տակ առնի։ Այո, որովհետև եթե այսօր մի կայք կամ մի լրատվամիջոցը խնդիր ունի մյուս լրատվամիջոցից ճշտել, հետո նոր տեղադրել, ապա այդպիսի խնդիր ունի փաստորեն նաև ընթերցողը։ Որպես սպառող։ Ես կցանկանամ այս թեմային անդրադառնալ, ուրեմն պատասխանատվության ենթարկել թե ոչ։ Այս դեպքում եթե որևէ անձի մասին է տեղեկատվությունը, նա կարող է ուժող լինել, այն էլ եթե դա վիրավորանք է կամ զրպարտություն։ Եթե այդպիսին չի, ապա նա անգամ պատասխանատվության ենթարկելու պահանջ չի կարող ներկայացնել։ Աշոտի հոգեկան տանջանքները չեն կարող։ Աշոտը իրականում ես դες ասեմ, ես մի քիչ ուրիշ ձև եմ այդ հարցին նայում, մի հատ 1000 ներողություն, մի հատ օրինակ վերցնեմ։ Հիմա եթե ինչ որ մեկը միտեղ գրում է, տենց էքսպերիմենտալ, որ թույլատրվել է փողոցում ով ուզում է կրակի։ Մեկը գնաց մյուսին խփեց, այն մյուսին։ Մենակ սկզբի տեղադրողն է տանջվելու, նստելու, դատվելու, թե այն մնացածներն էլ հետո ասելու են, դե մենք խաբար չենք, սկզբնաղբյուրը սենց ասեց։ Օրինական մասը խոսքը դրա մասին է, այստեղ կոնկրետ այս դեպքում մեր մոտ քննարկվում է վրաերթ։ Այսինքն մարդուն վնաս են տվել։ Հիմա ինչով դա կավարտվի, դա ուժը երկրորդ հարցն է, այսինքն դա արդեն քրեական անցանք է։ Լավ, դա դեք տալիս նոր միտք, հա, նոր միտք, դες եք ցանցով ապե։ Իրականում եկել չի ազատում պատասխանատվության հարցը ձևակերպել։ Այս մարդը ունի իր աուդիտորիան, նա Իրանը, то есть այդ ամեն ինչը այսօր Facebook-ում 620,000 մարդ է գրանցված Հայաստանից։ Ու ամեն կայք եթե 3000 դիտի, մենք այսօր մի 30-40 հատ կայք մենակ ես գիտեմ։ Մի հատ հաշվեք ինչ կարելի է։ Եթե փորձենք այնուամենայնիվ ամփոփել Աշոտի ասածը, տեսեք, նոր միտք կետեմը դարձավ սկզբնաղբյուրը, այդ էքսպերիմենտալ մեր միջոցառման եւ հենարանը եւ Հայնյուզ կետեմը արտատպեցին։ Դրանից երրորդ անձինք վիրավորվեցին կամ հոգեկան խանգարում ստացան կամ եւ որ ամենակարևորն է սկզբնաղբյուրը, այսինքն Արմանը Մարգարյան մասնավորապես նաեւ դարձավ ինչ որ հարձակումների զոհ։ Հիմա ում է պետք դատի տալ սկզբնաղբյուրին, թե կամ ընդհանրապես իրավունք ունի որևէ մեկը դատի տալու այսօր այդ օրենսդրական դաշտը կա մեր մոտ, թե ոչ։ Արմանը կարող էր դատի տալ, եթե դա վիրավորանք կամ զրպարտություն պարունակեր եւ իր պատիվ արժանապատվությունը դրանից վիրավորվի։ Ենթադրենք Արմանը էքսպերիմենտի մասնակիցը չէր, այլ իսկապես զրպարտանք էր հիմա գնում եւ նորմիտ KTM, ինչպես ինքը նշեց, Facebook-յան էջից վերցրել էր նկարը առանց հանրային հեռուստաընկերության մեր թիմի հետ պայմանավորվելու Արաքսի եւ լրագրողի Սոսե Բաղդասարյանի հետ, որևէ մեկ էլ չեն պայմանավորվել։ Զրպարտել են Արման Մարգարյանը Եթովպիայից սկսած զանգեր է ստանում եւ իսկապես զրպարտանքի Արմանի հասցեին։ Այս դեպքում կարող է, բայց ոչ երրորդ անձը, այսինքն
պատասխանատվության ենթարկելու համար օրենսդրական բազա է պետք։ Այսինքն մի բան, որ մեզ դուր է գալիս կամ դուր չի գալիս, դա չի նշանակում, որ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Արմանը կարող է նման իրավիճակում Որ մեկին սկզբնաղբյուրին, ավելին, եթե որևէ մեկը 7-րդում կարդաց, 7-րդ արտատպողներ ենթադրենք հենարան 7-րդը արդեն նշել էր ուրիշ սկզբնաղբյուր։ Այդպեսի դեպք եղել է հենց այս մեր էքսպերիմենտում։ Այս դեպքում այո, անգամ եղել է որ սկզբնաղբյուրը նշել են ոչ թե նորմիտ կետեմ, այլ ուրեմն եթե այդ հրապարակ կետեմ որպես սկզբնաղբյուր տեղեկատվությունը ակնհայտ զրպարտող է, ապա կարող է ամենավերջի հրապարակողն էլ պատասխանատվության ենթարկվի։ Մի բան էլ ասեմ, ամեն դեպքում այս հարցը բարձրացվեց լավ։ Մարդիկ կարդում են, տհաճություն են զգում, վատ բան են զգում, դրա համար ինչ արվի։ Սա արդեն հարցի մյուս կողմն է, թեև իրավական այդ ճանապարհով հնարավոր չի հարցին լուծում տալ, այսինքն պատասխանատվության ենթարկել երրորդ անձինք։ Բայց այս դեպքում արդեն գնում է այդ կայքի այցելության թիվը, վստահել թե չվստահել։ Այսինքն ամեն ինչը չի, որ ամեն տհաճություն, ամեն սխալ ինֆորմացիայի համար պետք է պատասխանատվության։ Այստեղ կարծում եմ մենք պետք է տարանջատենք դեղին մամուլը նորմալ լրատվությունից։ Չէ, մի հատ հարց էլ հետաքրքրեց։ Ինչով է տարբերվում այսօր ինտերնետի կայքը, որը համարվում է մամուլ, լրատվության աղբյուր եւ հեռուստատեսությունը։ Ինչի ես նույն հանրայինի եթերում չեմ տեսնում ինֆորմացիան այդ նույնը, որը որ տեղադրվել է, ու տեսնում եմ այնտեղ։ Ինչի տարբերությունը որն է, ինչի կա ստեղ վերահսկողություն, թեկուզ ներքին։ Ես չգիտեմ ընդհանուր։ Միգուցե հեռուստատեսությունը կարգավորող օրենքը շատ ավելի հստակ է, քան այս ոլորտը կարգավորող օրենքը, որովհետև սա նոր է եւ դեռևս օրենքը որոշակի լիցենզիաներ տրվում են գոնե կայքի։ Իրավական նույն դաշտում են գործում, ես ասեմ, որ լիցենզիաների հետ կապված խնդիր կա։ Թե ինչու ես իհարկե որպես հանրային հեռուստատեսության աշխատակից կարող եմ ասել ինչու չի լինում։ Այսինքն իրավական դաշտը նույնն է։ Այստեղ արդեն գնում է յուրաքանչյուր լրատվական միջոց իր հեղինակության հետ կապված, փորձում է ճշտել եւ այլն, եւ բազմաթիվ այլ կայքեր էլեկտրոնային չեն տեղադրել այդ ինֆորմացիան, այսինքն ընդհանրապես ճշտեցինք 12 կայք է կարծես թե տեղադրել, այսինքն ստուգում են, բարձում է տեղադրում 30,000-ից ավել է։ Բայց կայքեր, որոնք ամենաշատ այցելություն ունեն, իրականում, այսինքն կայքեր, երբ մարդ առավոտյան գալիս է աշխատանքի, առաջին հերթին հենց այդ կայքերն է բացում որոշակի տեղեկատվություն ստանալու համար։ Եթե պարզում է, որ ապա տեղեկատվություն է ստանում, հաջորդ անգամ չի բացի, չի վստահի գոնե։ Այսինքն դաշտի վրա է թողվում են, ժողովուրդը ոնց կորոշի կմտնեմ, չչտնեմ, չի կարող լինի։ Ասելու եւ ավելացնելու բան ունեք այս ամենին։ Ես ճիշտ ասած այդքան էլ համաձայն չեմ, որ վստահությունը կորում է, որովհետև լրագրողը ինքը եւս պատասխանատվություն ազգում ընթերցողի առաջ եւ շատ հնարավոր է սխալ ինֆորմացիա տալու համար ինքը ներողություն խնդրի։ Առանձին հոդված գրվի դրա մասին կամ, չգիտեմ, մեծ խմբագրական գրվի, որ ներողություն ենք խնդրում, այսինքն Դա նորմալ է, կարող է այդպես լինել։ Ես որպես սպառող եմ ասում այս դեպքում, եթե դա սիստեմատիկ որևէ կայքի մոտ սիստեմատիկ բնույթ է կրում, պարզապես այդ կայք չես մտնում կամ չես վստահում դրան։ Խոսքը սրա մասին։ Բայց շատ մարդիկ կան, հավատացեք, ինտերնետից շատ վատ են օգտվում։ Ու ինքը լրահոսի մեջ ինչ որ նման նյութ է տեսնում, որովհետև եթե մենք տալիս ենք մեր հեղինակային նյութերը, գրվում է հեղինակ, եթե մեր հեղինակները տան ապա տեղեկատվություն, կարծում եմ այդ դեպքում մեր կայքի հանդեպ վստահությունը կկորի, բայց եթե մենք դա դնում ենք այսպես կոչված admin-ով ու հղում ենք անում, որ վերցրել ենք, պարզապես տեղադրել ենք, դա կարծում եմ արդեն ինչ-որ բան փոխում։ Ես ներողություն եմ խնդրում, եթե պարզապես 10 րոպեն մեկ լրահոսը թարմացվում է եւ բնական է, որ եթե տեսնում ես ինչ-որ արտարոց բան, գուցեև վերցնում ես ու տեղադրում։ Ինձ օրինակ հետաքրքրում է մեր էքսպերիմենտից հետո, երբ որ պարզվեց արդեն սա ապատեղեկատվություն է, դուք պատրաստվում եք հերքում տալ թե ոչ։ Ձեր կայքերը։ Իհարկե։ Շնորհակալություն։ Իրականում այս ամբողջ մեծ շղթայում տեղի ունեցավ նաև դեպք, որ ոչ թե normit.am-ը որպես սկզբնաղբյուր նշվեց, այլ հրապարակ.am-ը։ Հիմա normit.am-ը այստեղ չտուժեց արդյոք, որ ինքը որպես սկզբնաղբյուր անտեսվեց եւ նրա հեղինակային իրավունքը, այսպես կոչված, անտեսվեց այս պահին։ Կարող է այդպես գնահատվել, բայց եթե դա այդպես է, ապա պետք է արդեն իրավական ճանապարհով գնա հարցի լուծման։ Ամենայն դեպս այդպես է։ Իսկ հնարավոր է դա անել, օրինակ իրավական դաշտով այդ հարցին լուծում տալ։ Այո, այսօր այդ դաշտը գոնե իրավական կարգավորում ստացել է։ Ստացել է։ Այո, հիմնականում այո, ուրիշ բան է, որ միգուցե պրակտիկա չկա, ամենայն դեպս ես նման ինքնակարգավորվում է նաև, այսինքն այդ օրենսդրական դաշտի հիման վրա կա նաև բարեխիղճ լրագրություն այդպիսի Facebook-յան էջ կա, որ ես հետևում եմ եւ շատ դրական է, այսինքն այսօր հղումները կան։ Այսօր երբ այդ աչքով եմ նայում քննադատող կայքերին, հղումները կան, մի քանի տեղ կան հղումները եւ սա դրական է։ Ուրիշ բան է, որ
դատական վեճերի օրինակ չեմ հանդիպել։ Սա միգուցե նաև էլի դրական է, որովհետև ինքնակարգավորումը կա։ Ամեն դեպքում մենք թեպետ համարվում ենք ՏՏ ոլորտի առաջատարը մեր տարածաշրջանում, բայց իհարկե կարելի ասել, որ առաջատարը չենք ամբողջ աշխարհում։ Ինչպես է իրավիճակը ամբողջ աշխարհում, երևի թե կներկայացնի Արաքս Թադևոսյանի լրագրողական թիմը։ Մենք փորձել ենք նաև միջազգային շուկան ուսումնասիրել եւ լրաքաղ անել, թե քանի ապատեղեկատվություն է այս վերջին ընթացքում եղել միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, խնդրեմ ռեպորտաժը։ Սոչի 2014-ի բացման արարողության ժամանակ չբացված օղակի նկատմամբ մամուլն անտարբեր չմնաց։ Քմծիծաղ սարկազմ պարունակող հոդվածներին հաջորդեց լուրը, թե իբր բացման արարողության ժամանակ օլիմպիական օղակների համար պատասխանատու Ավդեևին հաջորդ օրը Սոչիում սպանված են գտել։ Նրան սպանել են դանակի մի քանի հարվածով։ Գրել էին նաև, որ քննարկվում է այն վարկածը, թե Ավդեևը սայթաքել եւ ընկել է դանակների վրա։ Մամուլում շրջանառվում էր Վլադիմիր Պուտինի բարկության եւ սպանության կապի վարկածը, եւ որ Պուտինը չէր կարող հանդուրժել Ավդեևի գոյությունը։ Մինչդեռ լուրն ապատեղեկատվություն էր եւ հիմնականում լայնորեն տարածվել էր անգլալեզու սոցցանցերում եւ կայքերում։ Ռուսական լրատվամիջոցները հերքեցին լուրը եւ այդ ապատեղեկատվությունը որակեցին հակառուսական քարոզչություն։ Բայց ռուսական մամուլը նույնպես ապատեղեկատվության հաշվին դիտողականություն հավաքելու հնարավորությունը բաց չի թողնում։ Ռուսական մի քանի կայքեր գրեցին էստրադային երգչուհի քաղցկեղով հիվանդ Ժաննա Ֆրիսկեի մահվան մասին։ Երգչուհու պրոդյուսերը ժամեր անց հերքեց լուրը։ Ֆիլիպ Կիրկորովն էլ Թվիթերյան իր էջում բարձրաձայնեց ապատեղեկատվության մասին։ Ֆրանսիացի լրագրող եւ լուսանկարիչ Պասկալ Ռոստենը սեփական անունը տարածելու համար հայտարարել էր, որ ամբողջ աշխարհը փետրվարի 11-ին կքննարկի ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի եւ երգչի Բիյոնսեի ռոմանտիկ հարաբերությունների մասին իր հրապարակումը։ Իրականում Բեյոնսեն եւ Օբաման մտերիմ ընկերներ են, բայց ոչ ավելին։ Նրանք պատրաստվում են դատարան դիմել եւ պատիվ պահանջել իրենց բարի անունը արատավորելու համար։ Մարտի 4-ին Մայդանի ակտիվիստ Միխայել Լեբեդը Facebook-յան իր էջում գրել էր, որ Ուկրաինայի պաշտոնան կարված նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է սրտի կաթվածից։ Լուրից օրեր առաջ Յանուկովիչը նախանհետ կորել էր, հետո հայտնվել Դոնի Ռոստովում ու մամուլի ասուլիսով հանդես եկել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքեց Յանուկովիչի մահվան մասին լուրը եւ կատակեց. Յանուկովիչը ողջ է եւ դեռ կմրցի նրանց թաղմանը, ովքեր չարախոսում են իր հասցեին։ Իդեպ շատ հաճախ նաև պաշտոնական լուրերի ժամանակ, այսինքն մենք տեսնում ենք, որ ինչպես դուք նշեցիք, նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները եւ հրապարակում են որպես պաշտոնական լուր։ Հետո իրական պաշտոնական աղբյուրը իրականում ինչ է անում։ Մենք ունենք հյուր, որը պաշտոնական աղբյուր է այս պահին ներկայացնում եւ իր տեսակետը ունի։ Ես պետական կառույցում ինձ շատ հետաքրքիր էր, որ ասեցիք նույն նախագահականից, նույն նախարարություններին մոտ կանգնած հավաստի աղբյուրներից, որ կարող է դու ինքդ աշխատակից լինելով կարդում ես նյութը եւ քեզ հետաքրքիր է, թե այդ ով է մոտ կանգնած աշխատակիցը եւ որտեղից է այդ նյութը վերցված եւ կուզենայի համագործակցության հարցը քննարկել ստեղ դուք ինչքան հաճախականությամբ են լրատվական կայքերը օգտվում պետական կառույցների պաշտոնական կայքերից եւ եթե նորություն է լինում հետաքրքիր կամ հետաքրքիր ինչ որ հայտարարություն է լինում փորձում են արդյոք համագործակցել եւ վերցնելով տվյալ նյութը զարգացնել եւ հարությանը ավելի հարամատչելի դարձնել եւ իրազեկել։ Մեր կայքը բոլոր գերատեսչությունների հետ ունի համագործակցություն, մանավանդ մամուլի քարտուղարների հետ, ստանում ենք նրանցից email-ներ, պաշտոնական տեղեկատվության տեսքով, ստանում ենք նաև պարզաբանումներ, եթե կոնկրետ ինչ-որ խնդիրներ կան։ Եթե կա առաջարկ, մենք քննարկում ենք, որոշում ենք, թե ինչպես զարգացնել տվյալ նյութը, տվյալ առաջարկը։ Իսկ մոտ կանգնած, ինչ վերաբերում է մոտ կանգնած աղբյուրներին, նշեմ, որ եթե հարցը հասել է դրան եւ դու նյութդ կառուցում ես այդ սկզբունքով, մեր ունեցած տեղեկություններով կամ մեր աղբյուրներով, դու պարտավորվում ես քո աղբյուրը թաքցնել հասարակությունից։ Այնուամենայնիվ, նա շարունակում է աշխատել նույն նախարարությունում եւ հնարավոր է իր նկատմամբ ինչ-որ ճնշումներ գործադրվեն։ Հնարավոր է, որ չլինեն, բայց հնարավոր է, ավելի հնարավոր է, որ լինեն ճնշումները։ Անուշ ներողություն, իսկ այդ պաշտոնական աղբյուրները, այսինքն մամլոխոսնակները հիմնականում բարյացակամ են ձեզ հետ աշխատում։ Հաճույքով են այդ տեղեկատվությունը տրամադրում։ Այո։ Անկամ եթե այն վնասում է տվյալ նախարարության գործունեությանը եւ եթե որևէ բան ճիշտ տեղի չի ունեցել։ Գիտեք, ես կարծում եմ, տենց սկզբունքով աշխատելը սխալ է։
մամուլի քարտուղարը չպետք է այդ սկզբունքով աշխատի ամբիցիաներով։ Եթե լրագրողը ունի Դուք կարծում եք, կոնկրետ բայց երբեմն աշխատում են։ Լինում է այդպիսի դեպք, թե ոչ։ Ես չեմ հանդիպել։ Ես հակառակ դեպքում կզարմանայի, որ այդպես չաշխատեին։ Միշտ եթե թեկուզ իրենց համար տհաճ է, իրենք տալիս են պարզաբանում, որովհետև իրենց շահերից է բխում կոնկրետ նյութի վերաբերյալ պարզաբանում տալը, որովհետև հնարավոր է մեր ունեցած տեղեկությունը սխալ է, օրինակ, կամ իրենց ավելի վիրավորող է, քան իրենց տված պատասխանը։ Ես ներողություն եմ խնդրում, այնուամենայնիվ հիմա կանգնեմ իմ գործընկերոջ կողքին եւ երևի թե կարելի ասել մեր ամբիոնից կհայտարարեմ, որ մենք բազում խնդիրներ ենք փորձում այստեղ բարձրացնել, ամեն անգամ քննարկում ենք այդ խնդիրները եւ դիմում ենք համապատասխան գերատեսչություններին, պատասխան ստանալու ակնկալիքով երբեմն հանդիպում ենք դիմադրության։ Բարոնայք կամ տիկնայք, գիտեք, շատ ավելի լավ կլինի, եթե դուք այստեղ գալով ասեք ձեր տեսակետը, պարզաբանեք, քան թաքնվեք ձեր բարձր ամբիոններում եւ ոչինչ չասեք։ Այդպես է թե ոչ։ Ցավոք, այդպես է։ Լավ, մենք կարծում եմ, որ Եվս մեկ անգամ պետք է այնուամենայնիվ էքսպերիմենտի բոլոր մասնակիցներին հայտնենք շնորհակալություն, կամա եւ ակամա բոլոր մասնակիցներին, ձեզ նույնպես շնորհակալություն, որովհետեւ դուք կարողացաք այնուամենայնիվ օգնել մեզ եւ լրատվությունը շատ ավելի արագ տարածվեց եւ մենք ավելի արագ հասանք արդյունքի, ընդամենը 1-2 օրվա ընթացքում։ Բայց այդ ընթացքում պարզեցինք, որ զանգեր է ստանում զոհը, հերոսը եւ մարդիկ նաեւ տուժում են դրանից։ Այնուամենայնիվ սա մտածելու տեղիք է տալիս։ Թեմայի հետ կապված մի փոքրիկ շեղում անեմ, բայց որը կապվում է նաեւ թեմայի հետ, Վարդգես Պետրոսյանը ժամանակին գիրք էր գրել Ստորագրության պատիվը։ Կարծում եմ ամեն լրագրող ինքը պիտի հասկանա, որովհետեւ կոնկրետ մեր կայքում, երբ որ ես նյութ եմ տալիս, այնտեղ գրվում է հեղինակի անուն, ազգանունը, պիտի պարզապես պահի ստորագրության պատիվը։ Ես խոսում եմ կոնկրետ հեղինակային նյութերի մասին, իսկ մեր կայքում գերակշռում են հեղինակային նյութերը։ Կարելի է ավելացնել։ Ես կարծում եմ, որ պարզապես պետք է բլոգ հասկացողությունը շատ մեծ տարածությամբ տարբերվի լրատվական կայք հասկացողությունից, որովհետև բլոգում անհատը կարող է գրել ինչ ուզի, ինչ ինֆորմացիա ուզի, ճշտված, չճշտված եւ ոչ մեկին դա չի հետաքրքրի, հա։ Իսկ լրատվական կայքերը պետք է լինեն շատ ավելի պրոֆեսիոնալ եւ ունենան, երևի թե ես հասկացա աղջիկների խոսքից, որ խնդիր կա ռեսուրսային ընդհանրապես, այսինքն քիչ մարդիկ են աշխատում, որովհետև ֆինանսի քիչ ներհոսք կա։ Ինձ մոտ այդպես տպավորություն ստացվեց, պետք է այնքան ռեսուրս ունենան, որպեսզի կարողանան իրենց թույլ տալ զանգել, ճշտել եւ նորմալ աշխատել։ Նաեւ սովորույթն է։ Նույն լրահոսում շատ հաճախ չես կարողանում հեշտությամբ տարբերել Facebook-յան էջից է դա վերցված, վկոնտակտից, թե կոնկրետ սկզբնաղբյուրից եւ այդ փոքրիկ նշանները, որոնք ազդարարում են այս կամ այն սոցիալական ցանցի կամ լրատվամիջոցի կոնկրետ այդ փոքրիկ իկոնաները, երբեմն այնքան փոքրիկ են, որ դու իսկապես կարդում ես դա որպես հերթական լուր, որը տրված է տվյալ կայքի կողմից։ Բայց ինչ գործ ունի լրատվամիջոցը վերցնի Facebook-յան էջից եւ դնի որպես լուր, ես դա էլ չեմ հասկանում։ Էլի որպես սկզբնաղբյուր վերցնում է չճշտված ինֆորմացիա։ Ինքը արդեն դաշտ է եւ քաղաքական գործիչները շատ հաճախ օգտագործում են Facebook-ը հայտարարություններ անելու համար։ Քաղաքական գործիչներից բացի։ Բացի մնացածը տեղադրվում է բլոգում, կոնկրետ մեր դեպքում։ Շատ լավ։ Չեմ կարծում, որ դա ռեսուրսի խնդիր է։ Ես չեմ կարծում նաև, որ Հայաստանում այդքան դեպքեր է տեղի ունենում օրվա մեջ, որ 10 հոգին չհասցնի։ Իմ կարծիքով ընդամենը մի հոգի հեռախոսավար լինի պաշտոնական, որը որ կզանգահարի ոստիկանություն տվյալ դեպքում, կզանգի ոստիկանությունը ունի իր պաշտոնական կայքը։ Այդ դեպքում ձեր լուրը ավելի հետաքրքիր կլինի։ Այդ բոլորը գրում են, որ այսպեսի բան է եղել, բայց մեկ ճշտել եք, զանգել եք ոստիկանություն եւ Աբովյանի ոստիկանությունում ոչ մի տեղեկություն չունեն եւ ասում են, որ այդպեսի դեպք կառավարության չի գրանցվել։ Դիտումները կշատան այն։ Արի ուտես, որ Արման Մարգարյանը տվյալ դեպքում ճիշտ է։ Օրինակ եմ բերում։ Կոնկրետ, հա, մեր դեպքում եղել է նման պրակտիկա, երբ որ կարծեմ ծանրորդներին էր վերաբերվում, չեմ հիշում կոնկրետ, որ հայտնաբերել էին իբրև թե 10 հայ ծանրորդ դոպինգ օգտագործել։ Ես ձեզ ասեմ, երևի 30 աղբյուր էինք օգտագործում, որ տեղեկատվությունը ճշտեինք, որևէ մեկը տեղեկություն չուներ։ Եվ մենք սկզբնաղբյուրին ստիպված հղում տալով գրել էինք, որ մեզ հետ զրույցում ոչ մեկ չհաստատեց այս տեղեկատվությունը։ Ավելացրեք Ռամիլ Սաֆարովի ինքնասպանությունն է, որ ամեն անգամ այդ չճշտված տեղեկությունները։ Դժվար է իսկապես լրագրողի աշխատանքը, դրա համար այս պահին պետք է բոլոր լրագրողներին, որոնք կերտում են լրատվություն, ծափահարենք, շնորհակալություն հայտնենք նրանց աշխատանքի համար։
Արաքս Թադևոսյանին եւ իր թիմին նույնպես շնորհակալություն հայտնենք այս հետաքրքիր էքսպերիմենտի համար։ Կարծում դուք նույնպես պետք է շնորհակալ լինեք, որովհետեւ էքսպերիմենտը հուսով եմ որ կտա իր արդյունքը եւ յուրաքանչյուր արտատպումից առաջ առնվազն բոլոր լրատվամիջոցները գոնե մի պահ կմտածեն զանգել ճշտել համապատասխան աղբյուրներից, մանավանդ որ տվյալ դեպքում բոլոր 3 աղբյուրներն էլ սիրով կտրամադրեն այդ տեղեկատվությունը, ոչ միայն հանրային հեռուստատեսությունը, ոչ միայն Աբովյանի հիվանդանոցը, այլ նաեւ ոստիկանությունը սիրով կտրամադրեր տեղեկատվությունը եւ հատկապես հերկելու դեպքում լուրը կլիներ շատ ավելի հետաքրքիր եւ ավելի տեղին։ Ու Աշոտ Սարգսյանն էլ դրանից չէր վատանա։ Ինչու էր վատացել Աշոտ Սարգսյանը ազատ գոտում, կիմանաք, եթե հետևեք մեր հերթական թողարկմանը ազատ եղեք եւ մի սահմանափակեք ուրիշների ազատությունը։ Սպառողը շարունակում է օգտագործել նորմային չհամապատասխանող հացը։ Հացը, որ գնում եք, հաջորդ օրը հնարավոր չի արդեն ուտել։ Դառնում է ռեզին։ Քաղաքացին վճարում է 100 դրամ, նա պետք է իմանա այս 100 գրամը քանի գրամանոց հացի դիմաց է։